Փաշինյանի իշխանությունը երբ եկավ, ամենակարևոր խոստումներից մեկը, որ վերացնելու են կոռուպցիան։ Ժողովրդի մի զգալի մաս ինքը գիտակցում է ինչ է տեղի ունենում։ Այս մարդու եւ նրա, այսպես ասած, PR-չիկների հույսը ինչի վրա է։ Մենք զգալի կախում ունենք ռուսական շուկայից, մեր բոլոր գյուղմթերքը եւ հիմնական արտադրությունը արտանվում է Ռուսաստան։ Ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին կարող է շատ բան փոխել։ Մենք ունենք երկու խնդիր միգրացիոն։ Մի մասը, որ Հայաստանից են հիմա արտագաղթում, մյուս մասը, որ մարզերից արտագաղթում են դեպի Երևան։ Փաշինյանն ասում է, որ մենք գումարի խնդիր չունենք։ Այսօր փոքր բիզնեսը Հայաստանում մահանում է։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, իմ հյուրը այսօր Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Եղիազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Եղիազարյան, մինչև Միասնության թվերի հետ ձեր համագործակցությանն անդրադառնալը, ես ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս կատարենք դեպի 2018 թվական, երբ Մոնթե Մելքոնյանի կերպարի մեջ բրենդավորված, այսպես ասած, վիրակապի սրտիկով միանց հայտնվեց երկնակամարում հայ ժողովրդին խոստանալով ի կատարածել նրա ազգային երազանքները Հայաստանում վերացնել անարդարությունը, կոռուպցիան, բայց տարիների ընթացքում նույն մարդը, որը վայելում էր ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը, հայ ժողովրդի, կրկնում եմ, չգիտեք ինչու դարձավ ադրբեջանական եւ թուրքական նարատիվների եւ ազգային շահերի ակտիվ ջատագովն ու պաշտպանը։ Ինչպես տեղի ունեցավ այս մարդու նման տրանսֆորմացիան։ Ես ձեզ դիմում եմ որպես մի մարդու, որը 2018 թվականին Լուսավոր Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի падգամավոր եւ այս իրադարձություններին ինչ որ առումով հետևել է ներսից։ Ձեր կարծիքը։ Տեսեք, 18 թվականին Փաշինյանը իրենց թիմի անդամների մի քանիսի հետ եկավ եւ հանդիպեց մեր թիմի հետ, այդ ժամանակ դեռ իրենց քայլարշավը չէին սկսել, բայց իդեան մեզ ներկայացրեցին, որ իրենք այսպիսի բան են մտածել։ Ես չեմ ուզում շատ դետալների մեջ մանրանամ, բայց ընդհանուր ասեմ, որ այն ինչ ինքը ներկայացրեց եւ այն հարցերը, որ մենք տվեցինք իրեն, թե ինչ են պլանավորում եւ ուր են ուզում հասնեն, մեր համեր լիարժեք պատասխաններ չէին եւ մենք կամ ասում էինք իրենք անփորձ ինչ որ process-ի մեջ են մտնում անկանխատեսելի ավարտով, կամ ինչ որ բան պլանավորված էր եւ իրենք մինչեւ վերջը մեզ չէին ներկայացնում թե ինչ է պլանավորված։ Այդ պատճառով հիմնականում մենք հեղափոխության օրերին չմիացանք։ Դուք հիշեք, որ քննարկումներ եղավ եւ Լուսավոր Հայաստանը չմիացավ այդ քայլարշավին։ Ես կարծում եմ տրանսֆորմացիան տեղի չունեցավ, ինքը ի սկզբանե նման նարատիվներով մտածում էր եւ շարժվում էր, պարզապես ինքը եւ ամբողջ իրենց թիմը որոշակի քաղտելխոնոլոգների միջոցով հասցրեցին հասարակությանը այն կետին, որով գրավեն նրանց վստահությունը, հասնեն իրենց նպատակին, վերցնեն բոլոր լծակները եւ հետզհետե այդ երկարաժամկետ պլանը, որ տասնամյակների ընթացքում ադրբեջանական եւ թուրքական կողմը չէր կարողանում իրականացնել, իրենց ձեռքով կամաց իրականացնեն եւ ցավոք սրտի դա հաջողության հասնվեց եւ ժողովուրդը հիմա արդեն ակնհայտ է, որ գրեթե մեծ մասը, որոնք հետևել էին հեղափոխությանը եւ շարժվել էին Փաշինյանի հետևից, հիասթափված են եւ հասկացել են, որ ինքը այն մարդը չէր, այն իրական դեմքը չէր, որով հանդես էր գալիս եւ փաստացի ես ունեմ այն համոզմունքը, որ ինքը ոչ թե տրանսֆորմացիա է եղել, այլ այդ ժամանակ ինքը այլ կերպարով էր դուրս գալիս, որպեսզի գրավեր մարդկանց վստահությունը ազգային արժեքների վրա հիմնվելով եւ ստանալով այդ ամեն լծակները միանձնյա իշխանությունը ինքը արեց այն ինչ որ մենք ունենք այսօր։ Փաշինյանի իշխանությունը երբ եկավ, ամենակարևոր խոստումներից մեկը, որ վերացնելու են կոռուպցիան։ Գոնե սրան ժողովուրդը հավատում էր եւ կարծեք շատերը մինչև որս էլ հավատում են, որ այս մարդը վերացրել է կոռուպցիան։ Բայց ինչ է տեղի ունենում իրականում։ Հին օլիգարխներին փոխարինելու են եկել նոր օլիգարխները, այսինքն միայն դեմքով է փոփոխությունը տեղի ունեցել։ Մարդիկ, որոնք ամբողջ հասակով այսօր թաղված են կոռուպցիայի մեջ, նույն ոգևորությամբ, նույն էйֆորիայի տրամադրություններով շարունակում են պնդել, որ իրենք եկել են փրկելու Հայաստանը եւ եթե իրենք չլինեն, Հայաստանը հայ ժողովուրդը կորած է։ Պարոն Եղիազարյան, այս դեմագոգիան ինչքան կարող է շարունակել եւ ժողովուրդը ինչքան կարող է հավատալ։ Տեսեք, ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի մաս ինքը գիտակցում է ինչ է տեղի ունենում։
բայց հեղափոխության օրերին շատերը իրենք մասնակցել են եւ իրենք գտնում են, որ իրենք ինչ որ մասնաբաժին ունեն այս ամենի մեջ եւ շատ դժվար է իրենց համար ընկալել, որ իրենք նաեւ մաս են կազմում այն ամենի, ինչ որ այսօր տեղի է ունենում։ Շատերի համար ցավալի է առերեսվել իրականության հետ։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, իհարկե, ես կասեմ, որ միայն կոռուպցիան չի, նաև հովանավորչությունն է շատ բարձր մակարդակի այս պահին։ Այն խոստումները, ինչ որ տրվել էր Փաշինյանը թե 18 թվականին, թե ընթացքում պարլամենտում, չգիտեմ, Թալանի վերադարձ եւ այլն, մենք տեսնում ենք, որ շատ բաներ ուղղակի խոսքեր են եղել, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Դրանք մնացել են նույն տեղում եւ դրան զուգահեռ ավելացել են այն նոր օլիգարխները եւ այն նույն կոռուպցիոն մեխանիզմները, որոնք արդեն իրենց իշխանության ներսում են։ Իրենք են դրանք տնօրինում եւ իրենք են վայելում այդ, այսպես ասած, շակերտներում այդ հնարավորությունները։ Որքանով է արդարության մասին խոսելը իհարկե մի քիչ հիմա շատ հարաբերական է, բայց արդեն որպես տնտեսագետ եմ հարցնում, որքանով է արդար, այսպես ասած, Հայաստանում եկամուտների բաշխումը։ Երբ օրինակ նույն անձը թոշակառուի թոշակը 10,000 դրամ բարձրացնելը ափսոսում է եւ դա անում է միայն ընտրություններից մի քանի ամիս առաջ, թոշակը բարձրացնելով զուտ որպես ընտրակաշարք, փոխարենը միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանում իր թիմին առաջիկա ընտրություններում իրեն, այսպես ասած, լավ ծառայելու համար։ Այս անհավասար պայմաններում, պարոն Եղիազարյան, դուք միասնության թևերի հետ ընտրություններին մասնակցելու հայտ եք ներկայացնում։ Մի կողմում քաղաքական ուժ, որը մեր բոլորի հարկերի հաշվին բացահայտ եւ թաքուն թաքնված ընտրակաշարք է բաժանում, մյուս կողմին ընդդիմությունը, որը ունի խիստ սահմանափակումներ ընտրական նոր օրենսգրքով։ Այս անհավասար մարտի ավարտը ինչ է լինելու։ Ես փորձում եմ մի քիչ լավատես լինել եւ հույս ունեմ, որ իրոք հունիսի 7-ին Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն եւ այն ինչ իրականացնում է հիմա Փաշինյանը, դա ակնհայտ է, նույնիսկ պետք էլ չի այս մասով շատ մենք խոսենք, ակնհայտ է, որ պետական մակարդակով, պետական բյուջեի հաշվին կատարվում են կոռուպցիոն սխեմաներ եւ դա ընտրակաշարք է, միայն դա չէ։ Առողջապահության ապահովությունը եւ այլն։ Այս մասով մենք խոսեցինք եւ իսկ թոշակների հետ կապված դա շատ ակնհայտ էր, երբ որ ներկայացում էր, որ պետք է գոնե 10-12000 դրամով թոշակները բարձրացվել, ինքը լուրջ հիմնավորումներ էր բերում, թե ինչի չի կարող դա անել, որ բյուջեն չի կարող դա մարսել այդ նոր ծախսերը եւ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, երբ որ զգաց, թե ինչ բացասական էֆեկտ ունեցավ էլեկտորալ առումով ժողովրդի մոտ, հատկապես թոշակառուների մոտ, իրենք անտեսելով այն ռիսկերը, այն հիմնավորները, ինչի մասին խոսում էին 10 օր առաջ, իրենք ընդունեցին այդ որոշումը եւ որոշեցին, որ բարձրացնեն այդ 10000 դրամները։ Սա ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմ է եւ անհավասար մրցակցային պայմաններ են ընդդիմության հետ, որովհետև ինքը պետական միջոցներով ժողովրդին փորձում է մանիպուլացնել եւ մոլորեցնել եւ ստանալ հավելյալ դիվիդենդներ։ Այն քաղտեխնոլոգները, որոնք Նիկոլ Փաշինյանի ժամանակին խորհուրդ էին տալիս վիրակապի վրա սրտիկ նկարել, հիմա էլ այդ նույն սրտիկը օգտագործում են դարձյալ նախընտրական իրենց լոգոյում, իդեպ եթե նախկին սրտիկը գոնե ինչ որ վստահություն էր ներշնչում, դրական էմոցիաներ կարող էր առաջացնել, այս նոր սրտիկը կարծեք հոդերի խնդիր ունեցող ձեռք է այդ ձեռքը, չգիտեմ, տեխնոլոգները ինչու են այդպես խղճահարություն առաջացնող ձեռքեր նկարել, այնուամենայնիվ այդ քաղտեխնոլոգները նրան խորհուրդ չեն տալիս, որ երբ որ դու ասում ես չենք կարող բարձրացնել, հետո հանգամանքների քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բարձրացնում ես, հասարակությունը այնքան էլ հիմար չի ներողություն արտահայտության համար եւ կարող է նկատել այս խորամանկությունը։ Տեսեք, ես կարծում եմ ամենայն հարգանքով ցանկացած Հայաստանի քաղաքացու նկատմամբ, բայց քաղտեխնոլոգները նուրբ թելերի վրա են խաղում մարդկանց, միայն սրտիկները չեն։ Այնտեղ նույնիսկ իր այդ գլխարկը, վարքագիծը, ինչ որ ամփույթ վերաբերմունքը, այդ փնթի պահվածքը իր, չգիտեմ, պերաշկի կամ եգիպտացորեն ուտելը, այդ ամենը ինքը ցույց է տալիս իբր ինքը հասարակ ժողովրդի են ամենաաղքատ ապրող մարդու կյանք է վարում, բայց դա միֆ է։ Մենք գիտենք ինքը ինչքան ծառայողական մեքենան ունի, ինչքան մարդիկ են իրեն անվտանգությունը ապահովում։ Այս ամենի մեջ սա ուղղակի ծիծաղելի է, պարզապես շատ մարդիկ չիմանալով ընդունում են դա եւ սրանով ինքը փորձում է իրեն ցույց տալ այդ մարդկանց նման։ Եվ այդ մարդիկ ցավոք սրտի շատերը հավատում են նրա անկեղծությանը, բայց սա զուտ տեխնոլոգիական քայլեր են, որը նաև այդ սրտիկը ամեն ինչը միասին ընդհանուր մի համակարգ է, որը հստակ ակնհայտ է, որ իր համար ծրագիրը մշակվում է։
Լավ, եթե իր այդ ուտելով, այդ գործողություններով փորձում է հասարակ մարդկանց սիրտը շահել։ Ում սիրտը պիտի շահի այն մարդը, որը մեծ թիկնազորով ներխուժում է եկեղեցի պատերակի ժամանակ, մխրճվելով առաջ է գնում 18 տարեկան տղայի, աշակերտի, հրում են, պահանջում նրա տեղում կանգնել, երբ որ երիտասարդը մերժում է, բավականին բացասական ագրեսիվ արձագանքում են, հարվածում են այս երիտասարդին եւ ինչպես պարզեց հետո բժշկական փորձաքննությունը, ուղեղի ցնցում են պատճառում, բայց դրանից հետո պատարագի եկած երիտասարդը ուղիղ տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ, հետո հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում հիվանդանոցի, կալանքի է տարվում, հետո գործը շատ արագ ուղարկվում է դատարան, որպեսզի հնարավորություն չլինի անգամ այս երիտասարդին տնային կալանքի կամ չբացակայելու այլ խափանման միջոց կիրառել։ Այս մարդու եւ նրա, այսպես ասած, PR-չիկների հույսը ինչի վրա է, ով պիտի այս քայլին, այս երևույթին դրական գնահատական տա։ Տեսեք, դրական գնահատական միանշանակ հնարավոր չէ այս ամեն ինչին տալ, սակայն ինքը այս ամենը փաթեթավորում է նախկինների կապված, նախկինների հետ սոուսի մեջ եւ այդպես մտածում է եւ շատ մարդիկ ասում են սա նախկիններից ուղղորդված է, այդ նախկիններ գաղափարով ինքը փորձում է արդարացնել իր ցանկացած ապօրինություն, ապօրինի քայլ, իբր դա արվել է նրանց կողմից, ժողովուրդն էլ այն հատկապես իր հետևորդները իրենք հալած յուղի պես ընդունում են այն ինչ որ ինքը ներկայացնում է եւ այս մասով խնդիր է առաջանում, այսինքն հասարակությունը կիսվում է սև ու սպիտակի նորից, այսինքն մի մասը իր հետևորդներն են եւ ընդունում են այն ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, մի մասը արդեն ավելի adekvat ընդունում են, թե ինչ է տեղի ունենում եւ այս սոուսի մեջ ինքը աշխատում է միայն իր էլեկտորալ զանգվածի համար։ Մեր խնդիրը հիմա, եթե որցնենք, որ Փաշինյանի էլեկտորալ զանգվածը X քանակի մարդիկ են, X քանակի մարդիկ ինչ էլ անի, նրանք պետք է գնան ընտրատեղամաս եւ մասնակցեն ընտրություններին, քվեարկելով իշխող ուժի օգտին։ Մեր խնդիրը այս պարագայում մնացած մարդկանց, հիասթափված մարդկանց մասնակցությանն ապահովելն է, որ մենք նրանց խրախուսենք, որ գնան մասնակցեն ընտրությանը, որի պատճառով, քանի որ ինչքան ցածր մասնակցություն լինի, այս հիասթափությունը, այս ամեն ինչը, որ նա հիմա քարոզում է, նաև այս դեմեն process-ը, որ սկսում են, ես կարծում եմ, սա որ միանշանակ օգուտ է Փաշինյանին, որովհետև եթե մարդիկ քիչ մասնակցեն, իր ընտրողը 100%-ով պետք է մասնակցի եւ այդ քանակի մեջ իրենք կլինեն ավելի շատ։ Մեր հիմնական խնդիրը ընդհանուր ընդդիմության խնդիրը բոլոր բևեռների մարդկանց տներից հանելը նկատի ունեմ գաղափարապես, խրախուսել, որ նրանք մասնակցեն ընտրությանը։ Այդ պարագայում ես համոզված եմ, որ Փաշինյանը մեծամասնություն չի ապահովելու, քանի որ իր ընտրազանգվածը ստատիկ զանգված է, ինքը չի իջնում եւ չի ավելանում։ Հունգարիայի ընտրությունների օրինակը փաստեց, որ ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին կարող է շատ բան փոխել։ Պարոն Եղազարյան, ձեր եւ Միասնության թևերի համագործակցության մասին որոշումը կայացնելիս ինչն է եղել վճռորոշ։ Մարդիկ, դեմքերը, գաղափարները, թե քաղաքական հնարավորությունը։ Երևի թե բոլորը միասին, որովհետեւ ես շատ եմ մտածել որոշում ունեի ընդհանրապես չմասնակցել ակտիվ քաղաքական process-ներում, ընդդիմադիր իմ գործունեությունը կար, ես միշտ խոսում էի, միշտ ակտիվ գրառումներ, մեկնաբանություններ ես անում էի, բայց մինչև վերջերս որոշում ունեի, որ ակտիվ չմասնակցեմ, սակայն տեսնելով այն ինչ որ տեղի է ունենում այսօր Հայաստանում եւ տեսնելով որ կա իրոք հնարավորություն ինչ որ բան փոխել հունիսի 7-ին, պարզապես որոշեցի, որ անմասն չմնամ եւ իմ հնարավորության չափով փորձեմ օգնել այս process-ին, չգիտեմ կստացվի, չի ստացվի, հույս ունեմ, որ պետք է ստացվի, մենք պետք է հաջողենք, ընդդիմությունը ընդհանուր գաղափարով պետք է հաջողության ապահովի։ Այստեղ նաև գաղափարական մոտեցումն է, քանի որ ես միշտ ազգային արժեքների պահպանողական այս արժեքների մոտ եղել են եւ այս ամենը ես տեսա նաև Միասնության թևերի պարոն Թաթոյանի մոտ միշտ խոսում էր հատկապես Արցախի հետ կապված, մենք նաև նախկինում շփվել ենք երբ որ ինքը օմբուդսմեն էր, մենք պարլամենտում էինք, այս ամենը միասին հավաքվեց եւ այսպիսի որոշում կայացրեցի, որ այս պահին ես իրենց թիմի հետ փորձեմ պայքարել այս իշխանության դեմ։ Քանի որ մասնագիտությամբ տնտեսագետ եք, ուզում եմ այսպիսի մի հարց տալ, ձեր տնտեսական ծրագրում կա կետ, որը քաղաքականապես շահավետ է, բայց տնտեսապես վիճելի եւ առհասարակ ձեր թիմի
տնտեսական ծրագրի հիմնական շեշտադրումները, եթե հնարավոր է ներկայացնել։ Շատ հակիրճ, ուղղակի ընդհանուր։ Տեսեք, մեր թիմը ներկայացնում է շատ, ասենք ասեմ, արդեն այդ բառից մի փոքր խուսափում եմ, հեղափոխական ծրագիր է ներկայացնում։ Մենք ունենք 7 կետեր եւ հիմնական կետերը այն է, որ մենք պետք է սպառող տնտեսությունից, ծառայություններ մատուցող տնտեսությունից վերափոխվենք արտադրող արդյունաբերական տնտեսության, մենք շեշտ դնենք արտահանման վրա։ Այս մասով բավականին մանրակրկիտ նշված է, թե ինչ քայլերով պետք է ասեն, այս բանի կարծում եմ բարդ կլինի այդքանը ներկայացնել։ Մենք ունենք փոփոխություն հարկային օրենսդրական դաշտում, մենք առաջարկում ենք ավելացված արժեքի հարկի փոփոխություն, քանի որ ավելացված արժեքի հարկը ամբողջ տնտեսության ծառայություններ եւ արժեքների վրա բարձր արժեք է ստեղծում եւ այդ արժեքը ընկնում է վերջնական սպառողի վրա։ Այս առումով մենք նոր մոտեցումներ ենք առաջարկելու, որպեսզի հարկային դաշտը եւ պարզանա, որպեսզի տնտեսվարողները ավելացված արժեքի հարկի հետ կապված բարդ հաշվապահական հաշվարկներից զերծ մնան։ Նաեւ հարկային բեռի առումով արժեքի ինքնարժեքի նվազեցում ունենանք, որը մրցունակ կլինի նաև արտահանման առումով։ Պարոն Եղազարյան, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին գործոններից, արտահանում, տրանսֆերներ եւ այլն։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ կախվածության նվազեցումը առանց սոցիալական լուրջ ցնցումների։ Տեսեք, մեր արտահանման զգալի մասը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ նաև մենք գիտենք, որ մենք այնտեղ ունենք շատ մեծ համայնք, որոնք աշխատում են եւ նաև տրանսֆերները ուղարկում են Հայաստան, այս կապը շատ է։ Ինքը իր մեջ ունի իհարկե ռիսկեր, քանի որ մենք մեծ կախում ունենք ռուսական շուկայից եւ այս առումով միանշանակ պետք է ելքեր գտնել դիվերսիֆիկացման այլ շուկաների, բայց նաև շատ նուրբ պետք է արվի, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնենք, քանի որ նախ միանգամից արտահանման process-ը տեղափոխել այլ շուկաներ, որը հիմա իշխանությունը փորձում է անել, վնասելով ռուսական շուկան, այդպիսի բան չպետք է անել, որպեսզի սոցիալական խնդիրներ չառաջանան։ Պետք է հետզհետե լինի։ Եվ նաև մրցակցային առումով մենք պետք է հասկանանք, արդյոք մենք այսօր պատրաստ ենք եվրոպական շուկա ISO համապատասխան ստանդարտների ապրանքներ արտահանենք, որպեսզի այնտեղ ընդունելի լինի։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան եւ մենք ներսում պետք է այդ ստանդարտացման process-ները նաև փոխենք, դրանից հետո նոր մտածենք, որ մենք կարող ենք գրավել այլ շուկաներ։ Այս առումով բավականին աշխատանք է պետք եւ սա մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա հարց չի։ Ինքը պետք է ուղղակի ինչ-որ պահից սկսվի եւ հեռահար ապագայում հասնել այդ դիվերսիֆիկացման։ Հայաստանի արտահանման կառուցվածքում ինչ ռիսկեր եք տեսնում հատկապես Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումից հետո, որովհետեւ Ռուսաստանի նախագահի ակնարկները Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների առումով բավականին մտահոգիչ էին։ Իհարկե, կարելի ասել ուղիղ տեքստով ինքը Պուտինը նշեց, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ Հայաստանը, պետք է մենք հասկանանք, որ Հայաստանին որևէ երկիր կլինի արևմուտքը, թե արևելքը, Ռուսաստանը, թե Եվրոպան սիրուն աչքերի համար որևէ ինչ-որ հնարավորություններ չեն ընձեռնելու։ Այդ ամեն ինչը պետք է լինի դիվանագիտական որոշումների եւ բալանսավորված քաղաքականությամբ։ Այս պահին մենք զգալի կախում ունենք ռուսական շուկայից, մեր բոլոր գյուղմթերքը եւ հիմնական արտադրությունը արտահանվում է Ռուսաստան։ Մեկ օրում դա կորցնելը շատ մեծ խնդիր է Հայաստանի համար, քանի որ ալտերնատիվա այս պահին չունենք։ Գազի գնի մասին եւս ակնարկեց, որ ամբողջ տնտեսության վրա կարող է ազդել։ Գազի գինը սկսած տաքսու արժեքից մինչև հացի գինը կարող է փոխել ցանկացած միայն լոգիստիկ առումով այսօր գիտենք մենք որ մեքենաների գերակշիռ մասը Հայաստանով գազով է երթևեկում այդ արժեքը 4 անգամ աճելով այսինքն սարսափելի հետևանք կարող է ունենալ պարզա սա տհաճ խոսակցություն է որ քո գործընկերը նման ակնարկ է անում բայց պետք է գիտակցես որ նա ուղակի քեզ չի նվերելու այդ ամեն ինչ փոխադարձ շահով է դու պետք է փորձես գտնել փոխադարձ շահ եւ փորձես այդ կոնտեքստում քո շահը առաջ տանես մաքսիմալ հնարավորություններ քաղես Ռուսաստանից չվնասելով հարաբերությունները միևնույն ժամանակ փորձելով եվրոպական եւ այլ շուկաների հետ հարաբերություններ ստեղծել սա բարդ խնդիր է այստեղ մենք ունենք ԵԱՏՄ Եվրոմիություն հարաբերություններ որ դեռ կարգավորված չէ այս հարցը պետք է կարգավորվի ինքը շատ խորքային հարց է պետք է շատ նուրբ լինել եւ այսօրվա իշխանության պես ինչ որ կոշտ
ուղիղ արտահայտություններ չանել գործընկերների նկատմամբ, ինչքան էլ որ տհաճ լինի որոշ հարցեր։ Այսինքն այս խոսակցությունը կանխատեսելի էր մի երկրի ղեկավարի հետ, որը մի օր Եվրամիության աթոռին է նստած, մի օր ռուսական։ Մյուս օրը անհասկանալի է թե որ երկրի։ Պարոն Եղազարյան, այնուամենայնիվ այսօրվա տնտեսության մեջ ինչպիսի սխալներ են թույլ տրվում, որոնց մասին առհասարակ չի խոսվում։ Եթե ներքին փոքր մասշտաբով նայենք, այսօր չի խոսում նաև փոքր ու միջին բիզնեսից շատ։ Այսօր փոքր բիզնեսը ծայրահեղ ծանր վիճակում է։ Վերջերս ես հրապարակում ունեի, որ 25 թվականին բացված եւ փակված փոքր ձեռնարկությունների թիվը պակաս էր 3900-ի կարգով, թիվը 3000 ինչ որ թիվ էր, չեմ հիշում, բայց 3900-ի կարգի այդքան ձեռնարկություն փակվել է 25 թվականին։ Վերջին տասնամյակների ընթացքում նման ցուցանիշ չի եղել։ Սա ինդիկատոր է, որ այսօր փոքր բիզնեսը Հայաստանում մահանում է։ Ինչն է պատճառը հիմնական։ Նախ հարկային ծանրաբեռնվածություններն են, մյուսը որ Կան ինստիտուցիոնալ խնդիրներ, Հա։ որոնք անլուծելի են։ ինքը հարկային խնդիրներն են, նաև մեծ բիզնեսը փոքրերին շատ է խեղճացնում, փոքրերը չունեն արտոնություն, բայց պետք է հասկանանք, որ զբաղվածության առումով հիմնական մասը երկրում դա փոքր ու միջին բիզնեսն է, որ մարդիկ զբաղվում են։ Այս մասով գրեթե ոչինչ չի խոսվում, միայն թվեր են նկարվում եւ ասում են, որ իրենց տնտեսությունը թռիչքային աճ է ապահովում։ Սրան զուգահեռ նաև փոքր ու միջին բիզնեսը նաև վերջին տարիներին մի քիչ աճ ապրեց եւ շնչեց туриզմի հետ կապված, երբ որ ռելոկանտները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից սկսեցին այցելել Հայաստան եւ մեծ տրանսֆերներ եւ գումարներ սկսեցին շրջել մեր տնտեսության մեջ։ Այս առումով մի քիչ աճապեց, բայց այսօր նույն ռելոկանտներին այդ ամբողջ կապիտալը, որ ներհոսք եղավ մեր երկիր, չկապիտալիզացվեց։ Նրանց հնարավորություններ պատշաճ չտրվեցին, այդ եկամուտը չպահվեց այստեղ, նրանք արտագաղթել են մեծ մասը։ Եվ մենք դա զգում ենք, եւ փոքր բիզնեսն է դա զգում, որ այսօր փոքր բիզնեսը ծայրահեղ ծանր վիճակում է։ Իսկ Փաշինյանն ասում է, որ մենք գումարի խնդիր չունենք։ Միգուցե իրենք չունեն իրենց բիզնեսների համար, բայց տնտեսությունը ունի, փոքր բիզնեսը ունի։ Փոքր բիզնեսը ունի։ Իսկ պետական պարտքի աճը այս փուլում որքանով է վտանգավոր։ Պետական պարտքը, տեսեք, գրեթե կրկնապատկվել է իրենց իշխանության օրոք, այսինքն այն 25 տարիների ընթացքում ինչքան եղել է, այս 7-8 տարում իրենք դա կրկնապատկել են։ Պետական պարտքը ինչքանով է ռիսկային, որ ինքը հարաբերական է ՀՆԱ-ի հետ եւ պետք է հասկանանք, արդյոք այդքան ծախսը, որ ներդրվել է, ինքը սկսել է տնտեսությունը մի եկամուտ գեներացնել, թե ուղակի ծախսեր են։ Այսքան ծախսը, այսքան վարկային ռեսուրսները, որ տնտեսությունը վերցնում է, կարծում եմ պետք է ներդրում արվի ֆունդամենտալ արժեքների մեջ, այսինքն արդյունաբերության եւ այլնի մեջ, ոչ թե ինչ որ էպիզոդիկ խնդիրների, որոնք իրենք հետագայում արդյունք չեն գեներացնելու։ Այս մասով մենք ունենք լուրջ խնդիր եւ կարծում եմ, որ այս տեմպերով եթե գնա, մենք մոտ ապագայում արդեն բյուջեի հետ կապված խնդիր կունենանք, որտեղ բյուջեն գիտենք անցած տարի դեֆիցիտով է հաստատվել։ Լուրջ խնդիր կա տարիներ շարունակ իդեպ այս խնդիրը միշտ բարձրացվել է, որ մեր կրթական համակարգը չի համապատասխանում տնտեսության պահանջներում։ Այստեղ ինչ խնդիրներ եք տեսնում եւ ինչ անելիք կա։ Այս մասով դեռ տարիներ առաջ ես այլ ծրագրում եմ, որ աշխատում էի, մենք այս հարցին առնչվել ենք եւ փորձում ենք ինչ-որ ելքեր գտնել, թե ինչպես անենք, որ բուհերը ճիշտ մասնագետներ պատրաստեն։ Թե չէ ստացվում էր, որ օրինակ մանկավարժական համալսարանը ինչ որ X քանակի մանկավարժ է Պատրաստում, որը պահանջարկ չունի։ Պահանջարկ չկա, այսինքն ուղղակի դիպլոմը դնում են տուն, գնում։ Այսօր մենք չունենք միջին մասնագիտական նորմալ կրթության վայրեր, այսինքն այնտեղ քարտաշներ, զոդողներ, չգիտեմ, այդ տոկարները, որ բանենան, այս մասնագիտությունները վերանում են։ Հիմա եթե դուք նաև շուկայում նայեք շինարարության եւ այլ այդ բանվորական շուկայում, կտեսնեք, որ շատ մասնագիտություններ, շատ ծեր մարդիկ են արդեն աշխատում։ Մի քանի տարիներ հետո շատ մասնագիտություններ այլևս հնարավոր չի լինելու գտնել։ Մենք պետք է կամ դրսից աշխատուժ ներգրավենք արդեն, քանի որ մենք մեր մասնագետը չենք ունենալու, այս մասով մենք լուրջ խնդիրներ ունենք։ Նաև սա PR-ից է կախված, այսինքն պետությունը պետքա խրախուսի, պետքա գովազդի, որ այդ մասնագիտությունները, դրանք լավ մասնագիտություններ են, պետք չի բոլորը տնտեսագետ, իրավաբան, չգիտեմ, անգլերենի մասնագետ դառնան, այսինքն մենք ստանդարտի մեջ ենք մտել ու անընդհատ նույն մոդայիկ ոճով ենք գնում։ Այն ֆունդամենտալ
մասնագիտությունները կորում են։ Չգիտեմ, ֆիզիկան մոդա չի արդեն, քիմիան Բազմաթիվ մոդա չի, շատ մասնագիտությունները այսօր մասնագիտություններ մոդա չի։ տեխնոլոգիաների զարգացման պայմանավորված դուրս են գալիս Նաև գալիս է ասպարեզ։ դա նրանից, որ այդ մասնագիտությամբ շատերը, որոնք ավարտում են, Հայաստանում ապագա չեն տեսնում, կամ պետք է արտագաղթեն, շատ լավ երեխեք ունենք, որ իրենք գիտությամբ են զբաղվում, բայց նրանք հիմնականում ձգտում են դեպի դուրս, շատ դեպքերում էլ հետ չեն վերադառնում։ Սա էլ հաջորդ խնդիրն է։ Այս առումով մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ինտելեկտուալ մասսան, այսինքն մասնագետները, թե գիտական աշխատողները, թե ուղղակի մասնագետները տարբեր մասնագիտությունների մնան Հայաստանում իրենց ապագան այստեղի հետ կապեն։ Մենք ունենք երկու խնդիր միգրացիոն։ Մի մասը, որ Հայաստանից են հիմա արտագաղթում, բարձր տեմպերով արտագաղթը գնում։ Մյուս մասը, որ մարզերից արտագաղթում են դեպի Երևան։ Այո։ Այսինքն երկու արտագաղթ ունենք։ Այսինքն մի մասը, որ կենտրոնանում է Երևան, եւ Երևանից արդեն արտագաղթում են դուրս, նրանց մարզերից էլ են արտագաղթում դեպի դուրս։ Այս մասով լրջագույն խնդիրներ են եւ այս իրենց հիշեցի այս մասը նաեւ ավելացնեմ, որ այն միտումը, որ իրենք սահմանամերձ գոտիներում դպրոցները փակում են միացնելով, այդ գյուղերում մարդիկ արդեն շատերին եմ ես հանդիպել, խոսում են, որ իրենք չեն տեսնում իրենց գյուղում ապագան, քանի որ իրենց երեխան պետք է, չգիտեմ, քանի կիլոմետր կողքի գյուղ գնա ոտքով կամ ինչ-որ բանով, իրենք նախընտրում են արտագաղթել այդ գյուղ կամ դեպի քաղաք։ Դատարկվում են սահմանամերձ գոտիները։ Սա, չգիտեմ, եթե գիտակցված է արվում, սա ապազգային դավաճանական քայլ է, եթե չէ, սա ուղղակի հիմարություն է, անմեղսունակություն է այս տիպի կառավարում անելը։ Պարոն Եղազարյան, դուք Վանաձորից եք, Լոռու մարզից, եւ ես շատ կցանկանայի, որպեսզի մենք խոսենք հենց Լոռու մարզի տեղային խնդիրներից։ Ինչ խնդիրներ ունի այսօր Վանաձորը, ընդհանրապես այդ տարածքների համաչափ զարգացումը ինչպես է իրականացվում կոնկրետ ձեր մարզում եւ ինչպիսին են Լոռում նախընտրական տրամադրությունները, մարդիկ ինչպես են տրամադրած ընդհանրապես։ Գիտեք, Վանաձորը միշտ ընդդիմադիր քաղաք է եղել ու միշտ սյուրպրիզներ են եղել, վերջի տարիներին էլ սկսած 16 թվականից ընդդիմադիր դաշտը մեծ հաղթանակներ է կրել։ Այո։ Ես հույս ունեմ, որ Լոռին այս պահին էլ նույն տրամաբանության մեջ է եւ ընդդիմությունը պետք է Լոռում հաղթի։ Խնդիրները շատ են։ Լոռու գյուղերը երևի թե Հայաստանի ամենաաղքատ գյուղերից մեկն են։ Մեր մոտ հողագործությունը կլիմայական պայմաններով բարդ է, հիմնականում անասնապահությունը եւ եթե այցելեք օրինակ Արարատյան դաշտավարի գյուղական համայնքները եւ Լոռու մարզի համայնքները ծայրահեղ տարբերություններ են։ Այս մասով լրջագույն խնդիրներ ունի։ Չնայած այն հնարավորություններին, որ Լոռին եւ Վանաձորը ունեն, ինքը միջանկյալ կապ է Թիֆլիսի եւ Երևանի ոնց որ մեջտեղում է գտնվում, բայց շատ ռեսուրսներ չի օգտագործում։ Գիտեք, Վանաձորը սովետական միության ժամանակ եղել է ինդուստրիալ քաղաք, ասենք 30-ից ավել լուրջ գործարաններ են եղել, որոնք հիմա անկախությունից հետո այն վաուչերների տարբերակով սեփականաշնորհվեցին, վաճառվեցին, հիմա գրեթե որևէ բան չի աշխատվում։ Միայն բանը տեքստիլն է, որ Վանաձորում մեծ քանակով աշխատում է։ Մնացած առումով Վանաձորում անգործությունը, երիտասարդությունը ապագա չի տեսնում Վանաձորում։ Նույնիսկ ես իմ երիտասարդությունը, երբ որ հիշում եմ, ավելի ծանր տարիներին 90-ականներին շատ ավելի կյանք կար Վանաձորում, քան այսօր։ Ինչ լուծում եք տեսնում։ Օրինակ դուք մի մարդ, որը իշխանության հավակնող քաղաքական process-ների եք մասնակցում։ Ես 7-րդ գումարման ազգային ժողովում մի պրոյեկտ էի մշակել եւ քննարկում էինք տարածքային կառավարման նախարարության հետ, կար արդեն պրոտոտիպը, հետո ցավոք սրտի պատերազմը սկսվեց, այդ ամեն ինչը մնաց։ Մենք փորձում էինք մարզպետարանները կրճատել, փոքրացնել եւ որոշ նախարարություններ տեղափոխել մարզեր։ Այսինքն Վանաձորից Երևան ժամուկես ճանապարհ է ընթամ։ Երևանում է շատ ժամանակ պիկ ժամերին ժամուկես տևում է Ակետից Բեկետը հասնելու համար։ Օրինակ Լոռու մարզը ամենամեծ մարզն է Հայաստանի։ Առաջարկում էի ես, որ տարածքային կառավարման նախարարությունը տեղափոխվել օրինակ Վանաձոր հենց մարզպետարանի շենքը, ինքը ահռելի մեծ շենք է, այդտեղ, այսինքն կենտրոնները պետքա տարածքով բաշխել, որպեսզի հանրապետությունը շնչի,
չի կարելի ամեն ինչ կենտրոնացնել, ինքը փոքր երկիր է։ Ռուսաստան չի, որ ամեն ինչ Մոսկվայում կենտրոնացնեն, օրինակ Նովոսիբիրսկում 6000 կիլոմետր հեռավորության վրա հնարավոր չի նախարարություն պահել, բայց Հայաստանի դեպքում ինքը շատ փոքր է։ Կարելի է մի քանի նախարարություններ տանել մարզեր եւ ինքը իր հետ մեծ շարժ կբերի, թե գործարարների, թե այլ մարդկանց, այս առումով պետք է համաչափ զարգանա։ Գյուղական համայնքներում ես առաջարկում եմ գյուղական համայնքներում օրինակ սպորտ դպրոցների հարցը առաջ քաշենք։ Մենք խոսում ենք առողջ ապրելակերպից, բայց որևէ գյուղում չկա սպորտ դպրոց։ Այսօր օրինակ մեր կառավարությունը ինչ լծակ ունի սպորտային առողջ ապրելակերպի հետ կապված, ոչ մի։ Սպորտ դպրոցները տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ են, իրենք են որոշում բացեն թե չբացեն, իրենք լծակ չունեն։ Այս առումով լուրջ ռեֆորմներ են պետք անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը համաչափ զարգանա։ Ամեն ինչ Երևանում կենտրոնացնելով, դրսից տուրիստներին կամ այլ պաշտոնյաներին, եվրոպացիներին բերել Երևանում զարմացնելով, ասենք այդպես մենք չենք կարող երկիրը զարգացնել։ Ինչու երկրի վարչապետը հեծանիվ է քշում եւ երիտասարդներին խրախուսում է հետևել իր օրինակին։ Լոռու երիտասարդները չեն հետևում վարչապետի օրինակին։ Թե միայն օրինակը քիչ է։ Ասենք ինքը ոնց է պատկասում, ասենք Քարինջ գյուղում Լոռու մարզի իրենք հեծանիվ քշեն։ Այդ սարերի մեջ, ասենք միայն խոսքով չի։ Ասենք տարածքներ կան, որ հնարավոր չի անել։ Օրինակ Վանաձորի լողավազանը երեխաներ այս հարցով ես շատ եմ զբաղվում, ուղղակի ասացի հիշեցի, ինքը կես տարի է աշխատում, ձմեռը չի աշխատում եւ այդ երեխաները ձմեռը չեն պարապում, ասենք եւ հետ են մնում մայրաքաղաքի երեխաներից։ Հավասար նույնիսկ այս պայմանները չկան։ Նիկոլ Փաշինյանը չնայած ասում է, որ եթե ինքը չլինի կատաստրոֆա է լինելու Հայաստանում, պատերազմ եւ այլը, բայց ես կարծում եմ, որ թե Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից հետո շարունակի ղեկավարել, Լոռու մարզը ոչ միայն սպորտ դպրոցներ չի ունենալու, նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններ չի ունենալու, որովհետեւ Փաշինյանի ծրագրով ամեն ինչ պետք է տեղափոխվի եւ կենտրոնանա ակադեմիական քաղաքում։ Ես գիտեմ, դա էլ մի այլ աբսուրդ է, որ ինքը այդ ամեն ինչը կենտրոնացնում է եւ դրանով չեմ հասկանում ինքը ինչպես է դա տարածքային համաչափ զարգացման կոնտեքստում տեղավորում, բայց դա մեկ այլ աբսուրդ է, որ գնում է նրան։ Ես էլ տարբեր ասոկոսներ եմ լսում, որ մարզում բոլոր բուհերը պետք է փակվեն, այսինքն նախ աշխատատեղերի հարցն է, երկրորդ թե այդքան երեխաները պետք է ստիպված լինեն մայրաքաղաքում ապրեն, բնակվեն, դասախոսական կազմը, չգիտեմ, մեծ խնդիրներ են, իրենք ավելի շատ երևի վնասում են, քան ինչ-որ բան ուզում են ստեղծել։ Պարոն Եղիազարյան, շնորհակալություն մեկնաբանությունների համար։ Ես հույս ունեմ, որ հունիսի 7-ից հետո մենք ստիպված չենք լինի այլևս մեկնաբանելու այս իշխանությունների եւ նրա ղեկավարի աբսուրդային որոշումները, այլ պարզապես կհավաքենք բոլոր ուժերը եւ, ինչպես ասում են, ավերակներից կրկին կփորձենք վերակերտել մեր պետությունը։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցը Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ տնտեսագետ Արմեն Եղիազարյանն էր։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Մինչ նոր հանդիպում։